Գիտեք, մենք հոգևոր պատերազմի մեջ ենք եւ անկախ նրանից դու քո կյանքի մեջ ինչպիսի փուլ է քո մոտ։ Գիտեք, մարդկանց կյանքում տարբեր փուլեր կա, չէ՞, օրինակի համար կարա լավ աշնան մեն պատուղները հավաքելու լավ սեզոն է այդ մարդու կյանքի մեջ եւ մտածում է պատերազմ չի ունի ինքը, որտեվ լավ պատուղները հավաքում եւ եւ դադարում է իր կյանքի մեջ պատերազմելուց։ Եվ կամ ուրիշ տեղ, որ մարդը ձմեռ այ մտածում է այ ձմեռը այ մի պետք է պատերազմենք։ Նայում ենք ամեն ինչ ծառած, ծախսերը շատ, մուտք շատ չկա, ծախս շատ կա։ Այ հիմա պատերազմելու ժամանակն է։ Գիտեք, ուզում եմ ասել, որ հոգևոր պատերազմը ինչ սեզոնի մեջով էլ անցնես, հոգևոր պատերազմը չի վերջանում։ Դու միշտ պիտի արթուն լինես։ Պատերազմի մեջ արթուն լինես։ Երկրորդ Կորինթացի 10-րդ գլխի մեջ երրորդ խոսքից ասվում է հետևյալը. որովհետև թե մարմնավոր ենք վարվում, բայց մարմնավոր չենք զինվորություն անում, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր, բերդեր քանդելու, խորհուրդներ ենք քանդում, եւ ամեն բարձություն, որ գոռոզանում Աստծո գիտության դեմ, գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար, եւ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ որ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ինչե 6-րդ խոսքը ես կարդացի։ Նայեք, ուշադրություն դարձնենք, որ մենք այսպես թե այնպես, ասում եմ, մեր զինվորության զենքերը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում իմ կամ քո, այլ մեր հոգնակի թվով։ Ուրեմն մենք բոլորս ենք այդ պատերազմի մեջ։ Եփեսացի 6-րդ գլխում, երբ որ սպառազինության մասին խոսվում է, ասում է էլի հոգնակի, որովհետև մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Մեր պատերազմը։ Ուրեմն մենք հստակ գիտենք, որ մենք որպես Աստծո ժողովուրդ միասնական պատերազմ ունենք։ Մենք որպես Աստծո ժողովուրդ հանդիսանում ենք Աստծո բանակ եւ մենք միասնական պատերազմ ունենք, կան նույնպես անհատական քո կյանքում անձնական պատերազմ, որ դու այդ պատերազմում արթուն պիտի լինես։ Բայց մենք միասնական պատերազմի մեջ ենք նույնպես։ Եվ միասնական պատերազմի մեջ մտածողությունը նույնպես պետք է միասնական լինի։ Միաբան լինի։ Եվ հիմա մենք ամեն իրավիճակների մեջ Սատանան կուզենա անի ամեն ինչ, որպեսզի այդ միասնական մտածողությունը պատերազմի, պարակտի, որովհետև պատերազմում միշտ թշնամի կողմը ուզում է ինչ անի հակառակորդ բանակին, բաժանում բերի։ Միասնությունը քանդի, որովհետև մենք ուզենք թե չուզենք, մենք այդ պատերազմի մեջ ենք, իմանանք թե չիմանանք, մենք չենք ազատվում այդ պատերազմի մասնակից լինելուց։ Կարող է մարդ չի էլ իմանում, որ հոգևոր պատերազմ կա, բայց դա իրան չի ազատում այդ պատերազմից, ինքը այդ պատերազմի մեջ է այսպես թե այնպես։ Չնայած նրան, որ մարդ իմանա, սկսի պատրաստվել, համաձայն եք թե չէ։ Պատրաստվել։ Դրա համար այսօր ես ուզում եմ, որ մենք տեսնենք եւ իմանանք եւ պատրաստվենք։ Եվ պատասխանատվություն վերցնենք, որպեսզի այդ միասնական պատերազմի մեջ թույլ չտանք, որպեսզի սատանան պարակտում բերի։ Հիսուսը հստակ ասեց, մի բանակ, մի արքայություն չի կարա կանգուն մնա, եթե ինքը իր ներսում բաժանված լինի։ Դրա համար սատանան չի ուզում, որպեսզի Աստծո արքայություն եւ Աստծո ժողովուրդը կանգուն լինեն, եւ նա ուզում է բերի պարակտում, որպեսզի քանդի։ Որպեսզի այդ պատերազմի մեջ ինքը հաղթող դուրս գա։ Իհարկե մենք գիտենք մի բան, որ սատանան պարտված թշնամի է Տիրոջ կողմից։ Նա պարտված թշնամի է, բայց այստեղ այս երկրի վրա մենք մեր մասը, որտեղ Պողոսը շատ խոսում է պատերազմի մասին, մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի, մեր զինվորության զենքերը հոգևոր են, բերդեր քանդելու եւ այլ, այսինքն մենք մեր մասը նույնպես ունենք եւ մենք նույնպես պետք է հասկանանք այդ պարտված թշնամին գործում է եւ ուզում է այստեղ երկրի վրա Տիրոջ եկեղեցին չունենա այն հաղթանակը, որը որ Հիսուսը ձեռք է բերել մեր համար։ Որպեսզի ես եւ դու չիմանանք եւ չպահենք, արթուն չլինենք, որտեվ Պետրոս անգամ նույնպես գրում առաջի Պետրոսի թղթում, Պետրոսը գրում է հետեւյալը, որ սատանան գոռոզ առյուծի պես մանա գալի թե ում կուլ կտա։ Նա ուզում է կուլ տա։ Նա ուզում է ավիրի, գողը Հիսուսը չասես, գողը գալիս է գողանա, սպանի կործանի։
Իսկ ես եկել եմ որ ունենաք կյանք եւ ավելին։ Սատանան ավերողն է, սատանան կործանողն է, սատանան փչացնողն է, սատանան պառակտողն է։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ մեր պատերազմն էլ մարդկանց դեմ չի, այլ սատանայի դեմ է։ Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք, լույս ու խավար պատերազմ կա։ Մենք լուսավորվեցինք, մենք մի ժամանակ խավար էինք, բայց Տերը հանեց մեզ խավարից եւ լուսավորեց մեզ եւ մեզ դրեց լույսի մեջ։ Եվ այսօր մենք պետք է գիտակցենք, որ խավարը չի ուզում որպեսի լույսը գիտակցի, այլ որ լույսը կորցնի, որտեվ լեռան քարոզի մեջ Հիսուսը չասեց, եթե լույսը կորցնի, ինչպես կարա լուսավորի։ Եթե մենք լուսավորվել ենք, սատանան միշտ ուզում անի մի բան, որ մենք կորցնենք մեր լույսը։ Եթե մենք արդեն աղ ենք, սատանան ուզում անի մի բան, որ մենք կորցնենք մեր համը։ Եթե մենք միասին ենք, սատանան վախեցած է։ Նա ուզում է պառակտում բերի, որպեսզի մենք միասին չլինենք։ Որտեվ այդ ամենը թուլացնում է այն կողմը, որը որ կոչվում Աստծո բանակ, որը եկեղեցին է։ Եվ իրականում մենք պետք է գիտակցենք, որ գիտեք, մի բան որ կարա մեզ թուլացնի, մի մտածելակերպ։ Ես այսօր մի քիչ այդ մասին կանադառնամ նույնպես։ Այսպես մտածենք, ինչքան վճարվեց իմ փրկության համար։ Ուշադրություն դարձրեք, իմ փրկության համար։ Ինչքան վճարվեց։ Դե բոլորս անգիր գիտեն, դե Հիսուս Քրիստոսի կյանքի գնի չափ։ Բայց արդյոք գիտակցում ենք դա ինչ էր։ Արդյոք մենք գիտակցում ենք այդ կյանքի գինը ինչ էր, որ Հիսուսը իմ փրկության համար վճարեց։ Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 23-րդ խոսքից եկեք նայենք։ Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք կանի, ներեմ նրան։ Դրանից առաջ հիշում եք ինչ է խոսում։ Մատթեոսի 18-րդ գլխում ասում է դարձյալ ասում են, որտեղ 2-3-ը հավաքվեն իմ անունով, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Խոսում է եկեղեցու Աստծո ներկայության եւ եկեղեցու կարեւորության մասին։ Որտեղ ուր որ 2-3 իմ անունով հավաքվեն, ես այնտեղ նրանց մեջ եմ, սա միաբանություն է։ Եվ այդ խոսքերից հետո Պետրոսը գալիս է ասում է, բայ աղբոր ինչքան ներեմ։ Միանգամից խոսում է միաբանությունը, բա հասկանում է, որ եթե ինքը չների, այդ 2-3 միաբանություն չի կարա լինի։ Ոստեղ Հիսուսն ասում է, մինչև 7-ն ասում է, ինչքան ներեմ, մինչև 7 անգամ, որտեղ օրենք ասում էր 7 անգամ։ Հիմի 7 անգամ Հիսուսը նրան ասեց, չեմ ասում քեզ մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ 7 անգամ 70։ Ինչքան պետք է այսինքն։ Սրա համար երկնքի արքայությունը, հիմա նայեք, Հիսուսը այդ կարևորությունը պահելու համար, այդ միտքը, այդ կարևոր միտքը, որ աշակերտները հասկանան, ասում է Աստծո թագավորությունը ու առակապատում։ Նմանվեց մի թագավոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել։ Երբ որ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ մեկը բերվեց 10,000 քանքար պարտական։ Բայց որովհետև չուներ վճարելու, նրա տերը հրամայեց, որ նա եւ նրա կինը եւ նրա որդիները ամեն ինչ որ ունի ծախվի եւ պարտքը վճարվի։ Եվ ծառան էլ երեսի վրա ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. Տեր, համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։ Տերն էլ գթած այն ծառայի վրա նրան արձակեց եւ պարտքն էլ շնորհեց նրան։ Գիտեք չէ, ամենը մենք էինք։ Այս ամենը մենք էինք, որ Տերը կարար ուղղակի իր կյանքը չտար մեզ համար ու մեր պարտքերը մեզ չշնորհվեր։ Մենք ոչինչ չէինք արել Տիրոջը, որ Աստված մեզ ներեց։ Եվ երբ որ այն ծառան դուրս եկավ իր ծառայկիչներից մեկին գտավ, իրան 100 դահեկան էր պարտական։ Ես ուզում եմ մեր խոսքերով ասեմ, պատկերացրենք Տերը մենք Տիրոջը պարտքեինք, ինչ որ մեկին պարտքենք $1 միլիոն, ինչ որ մեկն է մեզ պարտքա $100։ Տարբերությունը այդքան մեծ։ Իրան 1 միլիոնը ներվեց, բայց իրան պարտքեին $100։
100 դահեկան է պարտական եւ նրան բռնած խեղդում էր եւ ասում վճարիր ինձ, ինչ որ պարտական ես։ Հիմա նրա այն ծառայկիցը նրա ոտների ընկավ, նրան աղաչում էր եւ ասում համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։ Բայց նա չէր կամենում, այլ գնաց նրան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը չվճարի, հա, մինչեւ վճարի։ Երբ որ նրա ծառայկիցները տեսան եղած բաները, շատ տրտմեցին, եկան իրանց տիրոջը հայտնեցին բոլոր եղածը։ Այն ժամանակ նրա տերը մոտ կանչեց նրան եւ ասեց. «Չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որտեվ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէր որ դու էլ քո ծառայեկցին ողորմեիր, ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի»։ Նրա տերը բարկանալով նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարի նրան։ Այնպես էլ, նայեք, այդ առակից հետ ասում, այնպես էլ, այ հենց ուղիղ այդպես, դուք պատկերացնում եք, այ հենց այդպես էլ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկդ իր եղբորը ձեր բոլոր սրտից չթողեք նրանց հանցանքները։ Այ հենց այդպես։ Գիտեք պատճառը որն է, ինչքան վճարվեց իմ համար։ Մենք շատ անգամ գիտեք, երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ առաջ, մենք նայում ենք մենք ինչքան լավն ենք։ Ես ուզում եմ մի պատկեր համադրենք այս պատմության հետ նույնպես, երբ որ Հիսուսը խաչի վրա էր։ Մատթեոսի 27-րդ գլխում Հիսուսը խաչի վրա էր։ 38-րդ խոսքից Այն ժամանակ նրա հետ երկու ավազակներ խաչվեցին, մեկը աջ կողմին, մյուսը ձախ կողմին։ Եվ անցնող դարձողները հայհոյում էին նրան, իրենց գլուխները շարժելով եւ ասում էին. Ով տաճարը քանդող եւ 3 օրում շինող, ազատիր քեզ։ Եթե Աստծո որդի ես, իջիր խաչից։ Այնպես էլ քահանապետներն էին ծաղր անում դպիրներին եւ ծերերի հետ եւ ասում. Ուրիշներին ազատեց, ինքը իրան չի կարող ազատել։ Թե որ Իսրայելի թագավորն է, իջնե հիմա խաչից եւ կհավատանք դրան։ Աստծուն հուսած, հիմա թող նա փրկի նրան, եթե ուզում է դրան, որովհետև ասեց, թե Աստծո որդի եմ։ Միևնույնն էլ ավազակները, որ նրա հետ խաչված էին, նախատում էին նրան։ Պատկերացնում եք, այստեղ ուզում եմ մենք հասկանանք, այդ ամբողջը տարբեր տեսակի մարդկանցով էր։ Այնտեղ կային սովորական ժողովուրդ, այնտեղ կային փարիսեցիներ, դպիրներ, այնտեղ կային Հիսուսի հետ խաչված մարդիկ եւ կային մի քանի աշակերտ, Մարիամ, Հովանես, որը իրանց մեջ էր։ Ու գիտեք հետարքիրը որն է, բոլորն էլ խաչի մոտ էին։ Բայց ամեն մեկը չէր նայում ինքը, որ իր համար ագին վճարվում։ Ինչ է կարծում, խաչի վրա վճարվեց ամեն մեկի համար։ Այն փարիսեցին, որը ծաղրում էր, իր համար գին էր վճարում Հիսուսը։ Ու գիտեք ինչա կատարվում այսօր ողջ մարդկության մեջ։ Սատանան նույնն է։ Գիտեք ինչպես է վերում պարակտումը։ Երբ որ ես եկեղեցում նստած գոնե մեղադրեմ ինքս ինձ, դատեմ ինքս ինձ։ Ես սկսում եմ ուրիշին դատել իմ մեջ։ Դա նշանակում է, ես չեմ ընդունում, որ նա խաչվեց իմ համար։ Ես արդար եմ։ Հիշում եք Զատիկի ծառայության ներկայացման մեջ մի երկար, ոմանք տեսան նրան, ինչպես մի վարդապետ, ոմանք տեսան ինչպես մի երազող, իր կյանքը զուր տվող, ամեն մեկը տարբեր կերպ տեսավ։ Ու գիտեք սատանան ինչա վերում։ Ես լավն եմ։ Լսեք, մենք լավը չենք։ Հիմա ենք լավը, որտեվ ինքն է լավը։ Առանց նրա լավ ման չկա։ Մենք բոլորս էլ մեղանչել ու Աստծո փառքից պակասել ենք։ Իսկ եթե կետարքիրը որն է։ Մենք գալիս ենք խաչի մոտ ու չենք տեսնում մեզ խաչի վրա, որ Հիսուսը իմ համար գին վճարեց։ Որքան վճարվեց մեզ համար, դե եկեք մտածենք։ Քիչ։ Ինձ ներվել է շատ։ Այդ առակը հիշենք, այն պատմությունը, որ Հիսուսը այդ առակը պատմեց։ Ինչ շատ է ներվել։ Եվ ես չեմ կարողանում ներեմ։ Միաբանությունը քանդվում է հենց այդ պատճառով։ Երբ որ ոչ մեկ չի գիտակցում, որ իրան շատ է ներված։ Հիշում եք լեռան քարոզի մեջ Հիսուսն ինչ ասում։ Եթե տենում ես քո աշկի եղբոր շուղը եւ չես տեսնում քո աշկի գերանը,
Առաջ հանիր քո աշկի գերանը, հետո կենտրոնացի քո աշկի շուղի վրա։ Մենք բոլորս ճիշտ ենք, մենք ճիշտ ենք, ուրիշը սխալ։ Ժողովուրդ, հենց այդ միտքը կա, աշկի մեջ գերան կա։ Դու ուրեմն չես տեսնում, որ խաչի վրա հենց քեզ համար խաչվեց, իմ մեղքի համար խաչվեց։ Եթե ես այդ հասկանում եմ, որ իմ մեղքի համար Հիսուսը խաչվեց, ես ժամանակ չունեմ ուրիշի աշկի փուշը տեսնելու։ Ես կենտրոնացած եմ իմ աշկի գերանը հանելու վրա։ Ես ուզում եմ ազատ լինեմ։ Գիտեք, եկեղեցին այն վայրն է, որտեղ դնում ենք մեր ամեն անձնական մի բաները։ Մենք պետք է իրականում նայենք Քրիստոսի կողմից։ Որն է Քրիստոսի համար լավը։ Որն է Քրիստոսի սիրտը ուրախացնողը։ Ու մենք բոլորիս աշկի առաջ բոլորս մենք այնքան լավն ենք։ Չկա քեզ նման, դու ես աննման, մենք մեր ներսում այդպես բան ենք կառուցում մեր շուրջը։ Ու այդ միտքը իրականում թույլ է տալի, որ մենք չտեսնենք այն գինը, որ մեզ իմ համար է վճարվել։ Փրկությունը ամբողջային չի, փրկությունը անհատապես է։ Երբ որ դու որպես անհատ մենակ գալիս ես Տիրոջ առաջ։ Խաչի վրա ավազակներից մեկը, գիտեք, այս տեղում ասում են երկուսն էլ ծաղրում էին, ավազակներն էլ դատում էին։ Բայց երբ մենք ընդհանուր պատկերը տեսնենք, մյուսը Մատթեոսի ավետարանի մեջ էլի այն մյուս Մատթեոսում ես կարդացի, մյուս Ղուկասում կամ այն մյուս ավետարաններում, երբ որ մենք կարդանք, այդ պատմության ամբողջ դրվագը կտեսնենք։ Այն մյուս դրվագում մենք տեսնում ենք, այս դրվագում ասում են նրանք ավազակները հոգնակի թվով ասում, ծաղրում էին, դատում էին Հիսուսին։ Միևնույն ավազակները նրա հետ խաչված նախատում էին նրան, նախատել բառն ասում։ Գիտեք այդ արկերը որն է։ Եթե այնտեղ կար փարիսեցի, նա ասում է, ես օրենքը պահող մարդ եմ, ես արդար եմ։ Նման չի հավատացյալին։ Փիա։ Աստծուն եկել եմ, ես արդեն արդար եմ։ Մենք դառնում ենք փարիսեցի, որ մենք չենք տեսնում, որ իմ համար գին է վճարված։ Ու սկսում ենք դատել, բա որ այդպես է, բա ինչի համար էսպես, այդ փարիսեցիությունն է արդեն։ Որ մենք չենք տեսնում մեր համար է վճարվում գինը։ Ու իմ աշկի գերանի վրա կենտրոնանամ։ Ժողովուրդին ինչ կա ամբողը։ Խաչիր նրան։ Մի քանի օր առաջ ասում էին, իրանց վերարկուները անում էին, արի Հիսուս, օրհնյալա Տիրոջ անով եկողը, ով սաննա, բարձունքներում, բարձրալին, այդ նույն Հիսուսին, այդ կանչողները հիմա էլ ասում են խաչիր։ Փոփոխական մարդիկ են։ Այն որ կա, չէ՞։ Պետք է այսօր էս են գոռում, պետք է վաղը ուրիշ բան են գոռում։ Հոսանքը ոնց փչի քամի, իրանք չունեն իրանց անձնական կարծիքը։ Կան տես մարդիկ նույնպես, դատողի հետ դատում են, հավատացյալի հետ հավատա, ոնց քամին փչեց։ Նույնպես այդպիսի ժողովուրդ կար։ Եվ կային ավազակներ։ Եվ մի ավազակ ասես Տեր, ես գիտեմ, որ դու իմ համար խաչվում ես։ Ներիր ինձ։ Այն մյուս ավետարանի մեջ ասում է, մենք մեր արածի համար ենք մեր տուժը քաշում։ Ինձ հիշիր Հիսուս։ Ասեց այսօր ինձ հետ այնտեղ կլնես։ Այսօր արդյոք մենք գիտակցում ենք գինը վճարված իմ համար, չեմ ասում մեր համար։ Ասում եմ պատերազմը մեր, բայց գին վճարված իմ։ Երբ որ ես հասկանում եմ, որ իմ համար է գինը վճարվել, մեր պատերազմի մեջ ես միաբանությունը կպահեմ։ Եվ կսկսեմ չդատել ոչ մեկին, որտեղ դա պառակտում է բերում եկեղեցու մեջ։ Որովհետև այդ միտքը բաժանում է բերում։ Ես ճիշտ եմ, մյուսը սխալ։ Ոչ մեկ էլ ճիշտ չի։ Ճիշտ կա մեկը Հիսուս Քրիստոսն է, որ մեզ արդարացրեց։ Եկեք կենտրոնանանք ամեն մեկս մեր վրա։ Եվ այն միտքը, այն խոսակցությունը, որ կարա լինի դատողական, իմացեք այդ խոսակցությունը Աստծուց եկած չի։ Դա թուլացնում Աստծո բանակը, սերմանում է հակառակ միտք, պառակտող միտք եւ դա Տիրոջից չի։ Դա բաժանող միտք է, որը բխում է ոչ թե երկնքից, այլ դժոխքից։ Որը կարա բերի բաժանում, որը կարա բերի, ինչպես խոսքն ասում, եղբոր գլորում կամ գայթակղություն։
Մեր մտքերի մեջ էլ կարա գայթակղության մտքեր կա։ Գլորման միտքեր կա, բայց մենք այդ ամենը պետք է իմանանք որտեղից է գալիս այդ միտքը։ Երկնքից չեկածը մենք պիտի չընդունենք։ Երկնքից եկած մտքերը պիտի ընդունենք։ Սատանան էլ չէ, փրկության սաղավարտը որ ինչի համար է։ Որ այդ մտքերը սաղավարտը կասկենա, չէ։ Սպառազինության մեջ այդ փրկության սաղավարտ բառն է օգտագործվում։ Այսինքն փրկությունը մտքիդ մեջ պահիր, որ քեզ համար է Հիսուսը, փրկության սաղավարտ։ Հիսուսը քեզ համար գին է վճարել։ Ու դու միշտ իմացի, որ դու կանգնած ես Տիրոջ առաջ, ու դու կենտրոնացած ես, դու Աստված, քո մեղքերի համար է Հիսուսը խաչվել եւ այլ։ Դու այդ սաղավարտը միշտ պահում ես, որ քեզ համար է գին վճարված։ Ու ինչքան շատ է վճարվել։ Նրա կյանքի ու ամբողջ կյանքը քեզ համար է դրվել։ Ու դու չես կենտրոնանում ուրիշի վրա, դու քեզ վրա ես կենտրոնացած։ Ու քո սաղավարտը միշտ այդ փրկության քո վրա է։ Դա մարտի մեջ կարևոր բան է։ Ռուսերեն կասկեն, հայերեն սաղավարտը։ Հիշում եք երկու հոգի աղոթում էին։ Մի մաքսավոր էր աղոթում եւ մի փարիսեցի։ Ղուկասի 18-րդ գլխում է գրված։ Հիշում եք մեղավորը, մաքսավորը ինչ էր ասում։ Տեր, կուրսքը ծեծում էր, մեղավոր եմ։ Իսկ այն փարիսեցին ինչ էր ասում։ Ես 10-րդ եմ տալի, ինչ լավ է, նրա նման չեմ։ Ասում ճշմարիտ ասում եմ, նա արդարացած գնաց իր տուն, իսկ նա չէ։ Ինչի, որովհետև նա համեմատում էր, ես արդար մեկն եմ։ Իսկ ինքը ասում էր, ես մեղավոր եմ։ Ինքը հասկանում էր, որ ինքը մեղավոր է։ Ինքը հասկանում էր, որ ինքը ներման կարիք ունեցող մեկն է։ Իսկ ինչ է կարծում, ստեղ արդյոք կա մեկը, որ Տիրոջից ներման կարիք չունի։ Թե մենք հասել ենք այն կետին, որ էլ վերջ կատարելության գագաթնակետն ենք հասել։ Եկեք կենտրոնանանք ամեն մեկս մեր սխալների վրա։ Ու մեր աղոթքի մեջ ոչ թե լինի ինչ լավ է ես նրա նման չեմ, ես էս եմ անում, դա փարիսեցիական աղոթքն է։ Ես էս արեցի, եթե պիտի ասես Տեր քեզ համար էս արեցի, մի արա ուրեմն։ Հիսուսը Մատթեոս 23-ում փարիսեցիների մասին այնքան ասում է, վայ ձեզ փարիսեցիներ, այդ սաղ ամբողջ գլուխը փարիսեցիների մասին է խոսում։ Եվ այնտեղ ինչ է ասում, ամենասկզբի մասում ասում է, լսեք իրանց ասածը, բայց նրանց պես մի վարվեք։ Որտեղ նրանք խոսքն են ասում, բայց վարվում են ոչ թե խոսքի համաձայն, այլ ուրիշ կերպ։ Ու հետարքիրը գիտեք որն ասում է, վայ ձեզ դպիրներ փարիսեցիներ, որ չեք մտնում, չեք էլ թողնում, ուրիշները մտնեն։ Ու ասում է գտնում եք մի նորահավատ ու սարքում եք ձեզանից բեթար։ Դա փարիսեցիություն։ Ինչ է եկեղեցում տես բան չկա։ Մի հատ նորահավատ կարա մտնի ու մենք մի անգամից Բայց դու չես ասես, ես մեկը սենց եմ, ու սկսենք մենք իրար դեմ հանել։ Այս սրա հետ մի քիչ են, մենք նրա հետ ներողություն այդ մարդ եկել է Հիսուս հետ հանդիպի, քեզ քո պես սարքում։ Կենտրոնացրու Հիսուսի վրա ու սաղ կենտրոնանան ամեն մեկ իրանց վրա։ Բավականն է այդ փարիսեցիական այդ շղարշը մեզանից այն կողմ քաշեն։ Փարիսեցիության մասին խոսում է, փարիսեցիական խմորի մասին ասում է, այդ խմորի դեն գցեք այդ խմորից։ Այդ խմորը այն կողմ տարեք ձեզանից։ Այդ խմորը կորց գողանում է քեզանից այն ամեն ինչ որ Աստծուց պիտի գա։ Այդ խմորը փչացնող խմորը։ Բարակտող խմորը։ Իսկ միաբանությունը բարձրացնող ու պահող խմորը դա սիրո խմորն է։ Երկնքից եկած սերը եկավ բժշկեց մեզ։ Սիրո խմորն է, որ մենք կարանք մենակ սեր պարտքլնենք, ուրիշ ոչ մի բան։ Սեր պարտք լինենք, սեր։ Գիտեք ինչ է նշանակում մենակ պարտք եղիր սեր։ Ասում ինչ պարտք ես տուր, բայց սիրո մեջ պարտք եղի։ Պարտք նշանակում է ես պարտավոր եմ տալ, պարտքը դա է, պարտավոր եմ տալ։ Ոչ մեկին բան մի պարտավոր եղի, որտեղ պարտքը լավ բան չի, բայց պարտքի տակ եղի մենակ սեր։
Էն էլ ասեմ տոկոսի տակ։ Էդի կարելի է, ուրիշ բանի տոկոսի տակ մի եղի։ Բայց դրա վրա թոքո վրա չոչի կլինի։ Սիրո պարտքի տակ եղի։ Ու այդ ժամանակ բժշկությունն է գալի։ Այդ ժամանակ միաբանությունն է գալի։ Ընդունումն է գալիս մեկը մյուսին, ներումն է գալի։ Իսկ խոսքն ասում է սերը չարը չի, մտածում անգամ։ Իսկ մենք շատ անգամ նստած Կիկոսի մահի նման մեր մտքերի մեջ բավոր սենց, ուրեմն եթե սենց ու մենք չենք հասկանում, եթե ինչ-որ մի բան էլ եղել է, դու շատ ես իմանում այդ մարդու հոգեվիճակն ինչ է եղել, որ տենց է եղել։ Չենք իմանում, չէ՞։ Դու ինչ գիտես այդ ներսի մարդու հոգեվիճակն ինչ է եղել այդ պահին։ Բայց մենք արագ ենք դատելու մեջ։ Դու ինչ գիտես այդ մարդը ինչերով անցնում, մահվան ձորով անցնում, թե ինչի ձորով անցնում։ Մի բան է կարող է այնպես չնայի քեզ։ Մա դու տես չնես, ես Փարսադանի տղա Մուրադս այսքան ժամանակ ինձ մեկը թարս նայած չկա, եկել են 3-1 այսօր 2, այս 3 դա ու սկսում ենք մենք թույն ընդունել, թունավորվել, թունավորվածն էլ սկսում է թունավորել։ Բայց եկեք սիրով արաքով վարակված ելնենք։ Երկնքի վարակը։ Գիտեք վարակել ինչ լավ բան է, բայց նայած ինչով։ Կա վատը եւ կա լավը։ Եթե երկնքով ես վարակված, վարակելու համար գիտեք ինչա պետք։ Լինել վարակված 1։ Որտեղ եթե վարակված ես, դու չես կարա մեկին վարակես։ Դու պետք է վարակված լինես 1, երկրորդ լինես ընդե որ դե շատ մարդ կա, որ վարակես։ Եթե երկնքով ես վարակված, ուրեմն մարդկանց հետ շփվի։ Բայց եթե երկնքով վարակված չես, ինչ ես վարակելու ուրիշներին, որտեղից վարակված ես նրան այն էլ վարակելու ես, ինչով լցված ես, այն էլ տալու ես։ Սիրելի եկեղեցի, մենք կանչված ենք երկնքից լցված լինելու, երկնքով լցված լինելու, լույս լինենք, աղ լինենք, համ ու հոտ, Աստծո խոսքը ասում է մենք Աստծո անուշ համն ու հոտն ենք Պողոսն է գրում, Աստծո անուշ համ եւ հոտ։ Ասма փրկվածների մեջ կորածների համար էլ ուրիշ համոհոտ ենք, չընդունված համոհոտ ենք։ Բայց մենք կանչված ենք որպես երկնքից եկած սիրո խմոր։ Խմորվենք այդ սիրով եւ այդ սիրով էլ խմորենք մարդկանց, ոչ թե հակառակը։ Ու երբեք մենք չենք ուզում, միշտ մենք ուզում ենք մարդկանց համաձայնացնենք մեր ուզածին։ Մենք երբեք չենք ուզում դիմացինին հասկանանք։ Մենք չենք ուզում նայենք, լավ է դիմացին ինչի էսպես ասեց, ինչի այդպես մտածեց, ինչպես վարվեց։ Մենք ուզում ենք ասենք ոչ թե ինչի, այլ այտենց, հա, դե ուրեմն ասենց։ Իսկ Հիսուս եկավ մտավ մեր կաշվի մեջ, մեզ համար խաչվեց, հասկացավ ամեն մեկիդ, ով գիտի, որ Հիսուսը քեզ հասկանում է շատ։ Բայց ես ուզում եմ ասել, հիմա չեմ արդարացնում մեղքը, երբեք քավլից Հիսուսն էլ չարդարացրեց։ Ինքը եկավ վերցրեց իր մեղքը իր վրա։ Եթե իմ եղբայրն էլ ասենք մի բան սխալվել է, գիտեք սերը որն է, որ մեղքը վեկալես քո վրա։ Ինչպես Հիսուսը։ Այդ է ճիշտ է։ Ոչ թե ասեց, «Յա, գերան ունես, թե շուղ ունես, հեսա կփորփրեմ կտենամ»։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Սերը այն է, որ դու վերցնում ես քո վրա, ասում ես ոչինչ։ Կօգնեմ քեզ։ Իրար հետ կանցնենք։ Այդ է ճիշտ մոտեցումը։ Ինչպես Հիսուսն արեց։ Դա է որ բերում է միաբանություն։ Իսկ եթե միաբանություն մի բան միաբանության դեմ է, դա երկնքից չի, սիրելի եկեղեցի։ Դա դժոխքից է։ Ու այսօր մենք պետք է հասկանանք այդ ամենը։ Հասկանանք եւ ամեն բան անենք, որպեսզի միաբանությունը պահենք։ Իսկ միշտ այդ միտքը որ գալիս է, հետևի երկրորդ միտքը գիտեք որն է։ Ես ճիշտ եմ։ Ով սխալ է թողեն մտածի։ Ես ճիշտ եմ, թող իմ շուրջ միաբանվեն։
Ժողովուրդ, բոլորն են սխալ, կամ ճիշտ։ Դա Աստված է։ Եվ մենք հավաքված ենք, որտեղ 2-3 իմ անունով։ Մենք թողում ենք մեր անձնական բաները։ Ամեն մեկս գալիս ենք եկեղեցի մեր տան հոգսերը թողա, չէ, գալիս ենք։ Մենք ենք ու Աստված։ Մենք չենք վերում։ Ենթադրենք օրինակի համար, լավ, ասենց ասեմ։ Մեր երկիրը ընդհանրապես քաղաքական մտածող երկիր է։ Մենք բոլորս քաղաքական մոտեցումների մեջ հենց բուրըն մեր ազգային sense քաղաքական մտածողություն ունենք։ Երկրներ կա իրենց քիչ չեն էլ իմանում իրենց այդ պրեզիդենտն է, թե վարչապետն է, քաղաքական որ կողմն է, ինչն է, ինչ իմանանք։ Նրանք пассив մտածողություն ունեն քաղաքականության մեջ։ Իրենց հետաքրքիր է չի։ Բայց ընտրություններ կարա լինի։ Ըլնում է, բայց իրենց մտածողությունը որպես անհատներ քաղաքացիներ քաղաքական մտածող չեն։ Մենք բոլորս ազգովի քաղաքական գործիչ ենք։ Ամեն մեկս բուրըն մեր խոսակցության երկրորդ բանը միանգամից քաղաքականությունը ու ամեն մեկս մեր տեսակետն ունենք։ Ու գիտեք հետարքերը որն է, բայց երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, մեր քաղաքական հայացքները թողում ենք մի կողմ։ Եկեղեցում կարա լինի հանրապետականից էլ, կարա լինի ԿՊԱ-ականից էլ, կարա լինի բարգավաճից էլ, որտեղ թողում ենք գալիս է անհատ։ Եվ եթե մենք բերենք բոլորս այդ ամենը մեր հետ եկեղեցի, մենք կբերենք բաժանում։ Անհամաձայնություն։ Մենք թողում ենք մեր Աստծո դաշտը, եկեղեցին քաղաքական դաշտ չի։ Մենք գալիս ենք փոխվելու, սիրելու, իրար միաբան լինելու, դրա համար մեր անձնական բաները թողում ենք։ Եկեղեցին իմացի, եթե քո անձնական բաները բերես, մոտեցումները, սստե, միգուցե այդ անձնականը այնքան էլ ճիշտ չի։ Դրա համար թողում ենք, որ նրան ընդունենք։ Նրա շուրջ ենք միաբանված, նրա ցանկությունների շուրջ ենք միաբանված։ Որտի շատ կարևոր մոտեցում է, որ դու մոտենաս Տիրոջը, սիրես Տիրոջը եւ կամենաս նրա ցանկությունը անել միասին, որովհետեւ մեր պատերազմը դա միասին պատերազմ է։ Եվ միասին պատերազմի մեջ պարակտում պիտի մեր կողմից չմտնի։ Մեր պատերազմի մեջ պիտի մեզ իմ կողմից թուլացում չլինի։ Ընդհակառակը իմ կողմից զորացում լինի։ Ինչ կարամ անեմ, լսում եմ, գնում եմ կատարելու։ Լսում եմ, որտեղ բանակում ինչ է։ Լսում եմ եւ ասում եմ այդ ձեր հնազանդությունով անհնազանդությանը վրեժ լուծեք։ Անհնազանդությունը վրեժ է լուծվում հնազանդության միջոցով։ Հնազանդությունն է պահում միաբանությունը, երբ որ մենք միասին հնազանդվում ենք Տիրոջը, միասին հնազանդվում ենք Տիրոջ ցանկություններին, միասին հնազանդվում ենք Տիրոջ կամքին եւ իրար հետ մի խոսք ունենք, ոչ թե պառակտված խոսք։ Մենք կարանք բուրըն քննարկում ունենանք, մեր տեսակետները տարբեր լինի, բայց վերջնական արդյունքը միաբանվում ենք արդյունքին։ Բոլորս թողնում ենք մեր անձնականը, միաբանվում ենք այն արդյունքին, որը որ հռչակվում է եկեղեցուց։ Արդեն այդ էական չի, մենք հնազանդվում ենք արդեն քննարկումից հետո միասնական ձևի որոշում ենք անելու, որտեվ այո աշխատանքային դաշտը հենց այն է, մենք կարանք բուրըն քննարկենք, հասկանանք եւ ընդունենք այն որոշումը, որը որ կայացվել է, անկախ նրանից իմ առաջարկը անցավ թե չանցավ։ Ես արդեն թե հնազանդվում եմ միաբանությունը պահելով եւ անելով, նենց չէ, իմը չանցավ, ես չեմ միաբանվում։ Ոչ չանցավ, էլի միաբանվում եմ, ես անում եմ այն ինչ որ անցավ, այ հենց այդ է մեկ լինել։ Միևնույն խոսք, միևնույն միտք, միևնույն հավատք, միևնույն մկրտություն, միևնույն հիմք, մեկ լինել, իրար հետ ամուր լինել, իրարից բռնված լինել։ Ամեն։ Գիտեք, երբ որ մարդկանց առաջադրանք են տալիս զինվորական, կապ չունի, ինչ վտանգը աստիճան ունի, կգնա հետ կգա թե չէ, բայց նա ասում է լսում եմ եւ գնում եմ մեռնելու։ Դրա համար մենք պատերազմի մեջ ենք։ Տերը չի ասում գնա մեռի, բայց եթե հարկնել է լինում։ Շատ տեղեր կա, որ մարդիկ ասում են այո ամեն ու գնում են մի տեղ ու գիտեն որ պիտի մեռնեն։ Իրանց Հիսուսի համար սպանը։ Մի մարգարեություն եղավ, հիշում եք Գործ առաքելոցը կարդալուց։ Սա ում գոտին է։ Էս պիտի լինի, էս պիտի լինի, էս պիտի լինի։ Եվ տեսանում գոտիներ։ Ումներ։ Առաքյալներից մեկինը։ Ու ասեց պիտի սպանեն, էս։ Հետո նա ուզում էր գնալ, վայ, չէ, մի գնա։ Ասես լսեք, Տերն է ուղարկում։ Ես գիտակցաբար գնում եմ այդ լինելու։ Եվ նա գնաց նահատակվեց։ Պետրոսին թարս խաչեցին, Պողոսին գլխատեցին, Անդրեասին մի ուրիշ կերպ խաչեցին։
Ու ես տեսնում եմ, ինչ բոլորը նահատակվեցին, չհաշված առաջի դարի քրիստոնյաները։ Ինչ է կարծում, նրանք պարտված էին։ Նրանք Տիրոջ կամքի մեջ միաբան էին։ Եվ նրանք շուռ տվեցին աշխարհը։ Ու այսօր աշխարհը սպասում է շուռ տալուն, թե ով իրան շուռ կտա։ Իսկ շուռ տվողները պետք է միաբանվեն։ Իսկ ինչպես կարող է այդ միաբանությունը լինի, երբ որ մենք ամեն մեկս նայենք խաչին ու չտեսնենք ուրիշին, այլ մեզ տեսնենք։ Չնայենք, որ ես ավելի ճիշտ եմ, այլ տեսնենք, որ Հիսուս իմ համար է խաչվել։ Ու ես չդատեմ։ Ու եղբոր աշկի շուղի վրա չկենտրոնանամ, այլ իմ աշկի գերանի վրա։ Ու մեր պատերազմը զորավորը հոգևոր բերդեր քանդելու ամրություններ։ Այդ ժամանակ մենք զորավոր բերդեր կքանդենք։ Իսկ բերդերը չի քանդվում, եթե միաբանություն չկա։ Միաբանության մեջ ամեն բերդ քանդվում, Պարիզ քանդվում, դիվական ամրություններ քանդվում։ Եթե կա միաբանություն, սատանան վախեցած է այդ միաբանությունից։ Ինձ որ եկեք Աստծո հետ միաբան լինենք, մեկ լինենք։ Նրա ցանկություններին, նրա խոսքին, նրա արքայության սկզբունքներին եւ նրա հետ մեկ լինենք։ Ամեն։ Առաջի Կորինթացի 1:18 խոսքը, որովհետեւ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։ Խաչի խոսքը ո՞րն է, որ Հիսուսը մահացավ իմ համար։ Իմ մեղքի համար։ Կորածների համար հիմարություն է։ Ես այսօր այսպես ասեցի։ Ինչքան վճարվեց իմ փրկության համար։ Դա խաչի խոսքն է։ Հիսուսի կյանքը դրվեց խաչի վրա իմ փրկության համար։ Եվ ես այդտեղ չեմ տեսնում ոչ մեկին, ես այդտեղ տեսնում եմ միայն ինձ։ Բայց հասկանալով, որ բոլորի մեղքն է այդտեղ։ Բայց ես չեմ տեսնում բոլորի մեղքը այդտեղ, ես տեսնում եմ իմ մեղքը այդտեղ։ Պողոս առաքյալը իրականում Աստծո զորավոր մեկը լինելով, երբ որ իր մասին է հերթը գալի խոսելու, ասում է մեղավորների հետինը մի վիժված առաքյալների հետինը։ Ինքը ոչ մի առաքյալից իրան բարձր չդասեց ու իրան էլ կոչեց մի վիժված, որ հալածում է եկեղեցին, չիմանալով։ Իսկ մենք ո՞նց ենք մեզ դնում։ Սաղ սխալ եմ։ Ես ճիշտ։ Խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածների համար Աստծո զորություն է։ Ես մեզ Աստծո զորությունը քո կյանքում ունի։ Խաչի խոսքն է։ Այդտեղ ուրիշին մի տես, քեզ տես, այդ է Աստծո զորությունը։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Հենց որ դու տեսար ուրիշներին, այդ զորությունից, պարզությունից, ավետարանի պարզությունից հեռանում ես, սիրուց ես հեռանում։ Այո, մենք գիտակցում ենք, որ ողջ մարդկության գինը վճարվեց, բոլոր մարդկության համար Հիսուսը խաչվեց, բայց ես այդտեղ չեմ տեսնում ոչ մեկին, ես ինձ եմ տեսնում։ Եկեք տենց էլ կենտրոնանանք, խաչին նայելիս տեսնենք մեզ, ոչ թե բացի մեզանից բոլորին։ Դա նշանակում է դու չնայեցիր խաչին։ Եվ խաչի խոսքի զորությունը քո կյանքում չգործեց։ Մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է։ Խաչի խոսքը։ Եկեք ոտքի կանգնենք։ Եթե մարդը իրան չի տեսնում սխալ, իմացեք, ամենամեծ սխալը հենց դրա մեջ է։ Երբ որ դու քեզ չես տեսնում, գիտես, կարող է ինչ-որ մի բան արդարացի դու ճիշտ ես։ Բայց արդյոք կարողանում ես մի քիչ էլ քո վրա վերցնել, որ խորը նայես կգտնես քո սխալը։ Եթե դու քեզ չես տեսնում որպես սխալ, դու խաչից հեռացել ես։ Սիրուց հեռացել ես։
Եվ հիմա ժամանակն է, որ մենք մոտենանք խաչին։ Եվ չկենտրոնանանք ուրիշների վրա։ Տերը ստեղ է։ Տերը տեսնում է։ Տերը գիտի եւ նա անտարբեր չի։ Նա ուզում է իր զորությամբ քեզ փրկի։ Եթե նայենք ընտանիքների մեջ, կինն ասում է ես եմ ճիշտ, մարդն ասում է ես եմ ճիշտ, կիսուրն ասում է ես եմ ճիշտ, հարցն ասում է ես եմ ճիշտ, տալն ասում է ես եմ ճիշտ, այն ասում է ես եմ ճիշտ։ Զոքան չնա ճիշտ, տաներն է ճիշտ, այն մեկը սխալ է, մեկը, բայց որ նայես ամեն մեկի կողմից իրանք ճիշտ են։ Գիտեք այդտեղ ով է ճիշտ։ Սաղ սխալ է։ Ճիշտ է ներողը, ճիշտ է քայլ անողը, ճիշտ է Հիսուսի պես մտածողը, որտեղ կա մի ճշմարտություն, դա Հիսուսն է։ Այդ է ճիշտ։ Ով որ կարա ինքը քայլ անի, այդ է ճիշտ է։ Իսկ ով կարա քայլ անի, ուժեղը։ Ով կարա քայլ անի, մեծը։ Ով կարա քայլ անի, Հիսուսի հետ լինող։ Հիսուսի նման մտածողը։ Իսկ մենք որ օր ասեցինք Տեր, դու ես իմ Տերը, մենք ասենք ես քո պես եմ ուզում լինել։ Ես էլ իմը չեմ։ Եկեք այդ դրանով զինվենք։ Դա է ավետարանը։ Ավետարանի սիրտը հենց դա է։ Եթե մարդու սիրտը հանես, մարդը կդադարի գործելուց։ Եթե ավետարանի սիրտը հանես, դա հենց Աստված է։ Որտեվ Աստված հենց սերն է։ Ու հենց այդ սերն է, որ մեզ փոխում է։ Եթե մենք այդ սերը ճանաչեցինք, ուրեմն ճանաչեցինք Աստծուն։ Եթե չճանաչեցինք, ուրեմն տենց էլ Աստծուն չճանաչեցինք, որտեղ խոստել է ասում, եթե մեկ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն որ չի տեսել, ինչպես կարա սիրել։ Ամեն։ Եկեք իրականում ապաշխարենք։ Ապաշխարենք այն ամենից, ինչ որ սխալվել ենք, ինչ որ սխալ մտածել ենք։ Ապաշխարենք այն ամենից, ինչ որ այսօր լսեցինք ու ինչ որտեղ մեզ բռնացրեցինք։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին ամեն մեկից մեր ներսում ինչ որ մի բանի վրա կենտրոնացրեց։ Որտեվ նույնպես հավատում եմ, որ այդ խոսքը երկնքից է եկել։ Հալելույա մեր Աստված։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, սիրելի Տեր։ Մենք խոնարհվում ենք քո ներկայության մեջ, խոնարհվում ենք քո խաչի առաջ։ Խոնարհվում ենք քո առաջ եւ գիտակցում ենք։ Գիտակցում ենք, որ դու մահացար իմ մեղքերի համար։ Խաչվեցիր իմ մեղքը վերցնելով քեզ վրա։ Եվ հաղթեցիր իմ կյանքում մահը, մեղքը եւ ազատեցիր ինձ։ Եվ հիմա մենք միասին, որպես քո բանակ, կանգնած քո առաջ եւ ասում ենք. մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ հոգևոր։ Եվ մենք որոշում ենք միաբանությունը պահել։ Մենք որոշում ենք ամեն մի պառակտող, դատապարտող միտք, մտածելակերպ հրաժարվում ենք, թողնում ենք եւ ընդունում ենք Տեր։ Քեզ որպես միակ տիրակալ, միակ գլուխ մարմնի, որտեղից գալիս է հրամանները եւ մենք որպես մարմինի անդամներ կատարում ենք։ Օգտիր հնազանդվելու մեջ, խոնարհվելու մեջ, սիրելի Սուրբ Հոգի, որ մենք կարողանանք քո կամքը կատարել։ Մեծարում ենք քեզ, պատվում ենք քեզ։ Եվ քո արյունը հիմա այստեղ է ու մաքրում է մեզ։ Քո արյան զորությունը այս վայրի մեջ է։ Եվ քո արյունը հիմա սրբում է մեզ։ Ձյունից էլ ճերմակ անում։ Հիսուս, օգնիր մեզ տեսնել։ Օգնիր մեզ ճանաչել այն գինը, որ դու վճարել ես։ Օգնիր մեզ հասկանալ այն գինը, որ դու վճարեցիր մեզ համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Հիսուս, ողջ փառքը, պատիվը, մեծարանքը քեզ։ Հալելույա։
Եվ հիմա ես զգում եմ, որ իրականում բժշկություն ա գնում։ Տերը բժշկում ա ներս սիրտ։ Տերը բժշկում ա հարաբերություն նախ եւ առաջ սրտի մեջ, հետո ֆիզիկապես։ Որտեղ մինչև չլինի սրտի ներսի բժշկություն, չի կարա ֆիզիկական հարաբերության բժշկություն լինի։ Բոլոր ֆիզիկական հարաբերությունները գալիս են ներսի որոշումներից։ Պատերազմներն էլ ներսից սկսվում։ Հաշտություններն էլ ներսից սկսվում։ Խաղաղությունն էլ ներսից սկսվում։ Պատերազմն էլ ներսից սկսվում։ Դրա համար Հիսուսն եկավ մեր սրտերի մեջ, որ մեզ ներսից օգնի ու ներսից փրկի։ Հիմա մարդ կա այստեղ, որ իրականում իր ներսում ինքը կանգնած է եղել շատ լուրջ որոշման առաջ հարաբերություններ շտկելու։ Եվ դա ուղղակի գործընկերային հարաբերություն չի։ Դա ընտանեկան հարաբերություն է։ Եվ Աստված քո սիրտը այստեղ բժշկում է, որ դու կարողանաս այդ հարաբերության մեջ բերես Աստծո արքայությունը լույսը։ Մինչև սրտի բժշկություն չլինի, դու չես կարող քո ընտանիքին բերես Տիրոջը։ Մինչև սրտիդ մեջ ներում չգա, դու չես կարող շահես քո կնոջը կամ շահես քո ամուսնուն։ Մինչև սրտիդ մեջ դու բաց չթողնես քեզ հալածողին, դու չես կարող շահեսնել։ Դա հոգևոր օրենք է։ Աստված սիրեց ու առաջին ինքը քայլ արեց եւ հարաբերությունը շտկեց մեր ու իր հետ։ Ինքը քայլ արեց։ Միգուցե այստեղ մարդ կա, որ նեղված է իր հարազատ եղբորից կամ քրոջից։ Ես ուզում եմ ասել, խնդիրը իրանք չեն։ Խնդիրը սատանան է։ Մեր պատերազմը մարմնի դեմ չի ու այլն։ Կարողացի ներես, ընդունես ու սիրես։ Նույնպես կա մարդիկ եկեղեցում հարաբերության մեջ կարիք ունեն, որպեսզի վերանային իրենց հարաբերությունը։ Եկեղեցում հարաբերության մեջ կարիք ունեն ուղղակի ընդունելու այն ինչ որ կա։ Ես չեմ ասում համակերպվեց, եթե մի բան սխալ է, մի ասա ճիշտ է։ Սխալին ճիշտ չենք ասում։ Բայց ասում եմ, որ այո, դա սխալ է, բայց դա չի նշանակում, որ ես պետք է սխալ վարվեմ։ Իսկ ինչ է նշանակում ճիշտ վարվել։ Դա նշանակում է վարվել այնպես, ինչպես վարվեց Հիսուսը, որտեղ չկա ուրիշ ճշմարտություն։ Նույնը հարաբերությունների մեջ, եղբոր, քրոջ։ Մի մտածիր ու ասես, բայց սխալ են արել։ Այո, դու ընդունում ես, որ սխալ են արել։ Մենք ենք ասում, սխալին ճիշտ չենք ասում։ Բայց ուզում եմ ասել, ո՞րն է ճիշտը իմ կողմից, որ ես ինչ անեմ։ Ինչ կաներ Հիսուսը։ Դա է ճիշտը։ Իսկ ինչ արեց Հիսուսը, նա է իմ օրինակը։ Եթե քո բերանը սկսել է խոսել բացասականը, ապաշխարի դրանից։ Որովհետև դա սրտի լցված վիճակից է։ Ուրեմն սիրտը սխալ բանով է լցված։ Կարողացի ընդունել սերը, որը բժշկում է։ Երկնքից եկած սերն է, որ բերում է բժշկություն։ Այս երկրի վրա չկա ոչ մի բան, որ կարա բժշկի, սերն է, որ բժշկում է, որն Աստված է։ Այս երկրի վրա չկա մի դարման, որ կարա մարդկության ցավերը բժշկություն բերի։ Դա երկնքից եկածն է, որ կարա բժշկի։ Իսկ երկնքից եկածը սերն է։ Երկնքից եկածը Տերն է։ Եվ նա ինչպես վարվեց, այնպես մենք պիտի վարվենք։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Դա է միակ նեղ ճանապարհը, որ տանում է երկինք։ Դա է ավետարանը։ Եթե մենք դրանով չենք քայլում, խաբում ենք մեզ, ուրիշ ոչ մեկին։ Սիրելի եկեղեցի, խելքի արի, ուշքի արի։
կանգնի ոտքերիդ վրա։ Նայի երկնքին, ընդունի երկնքից։ Այլ կերպ խաբել ենք մեզ, ուրիշ ոչ մեկին։ Որտեւ ասում խոսքը անող եղեք, ոչ միայն լսող խաբելով ինքներդ ձեզ։ Ոչ մեկին չի խաբում ուրիշ բան անելով։ Ինքը իրան է խաբում, եթե Աստծո խոսքը չի անում։ Ոչ մեկ չի խաբվում։ Եթե ես չեմ անում, ես ինձ եմ խաբում։ Ժամանակն է, որ եկեղեցին գրկի իրար։ Ինքը իրան ներսում իրան գրկի։ Եթե այդ process-ը չլինի, մենք առաջ չենք գնալու։ Ժամանակն է, որ մենք սիրենք։ Ժամանակն է դա։ Ու նորից երբ որ այս խոսքերն ասում եմ, մի մտածի, տենաս ընդունում է։ Էլի մենք ուրիշին ենք տեսնում։ Ուրեմն զուրեր ես քարոզի, եթե այդքան մտածեց։ Նորից այտենց ենք մտածում։ Արդյոք դու քեզ ես տեսնում։